Հրապարակը գրում է Սերժ Սարգսյանի թիմը, որն ամիսներ շարունակ թմբկահարում էր իմպիչմենտի մասին ու Փաշինյանին հեռացնելու միակ խոչընդոտը համարում։ Հայաստան դաշինքի չմիանալը օրեր առաջ ստացավ բաղձալի ստորագրությունները, բայց դրանից հետո քայլերի մասին տեղեկատվություն չկա։ Պատիվ ունեմը 36 ստորագրություն չունի։ Երկու ընդդիմադիր խմբակցությունները միասին ունեն 34 ստորագրություն։ Թերթի տեղեկություններով Պատիվ ունեմի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը փորձում է համոզել ՔՊ-ից հեռացած Հովիկ Աղազարյանին ու Հակոբ Ասլանյանին, սակայն Աղազարյանը լսումների ժամանակ հայտարարեց, եթե իրենք չվստահեցին իր առաջարկած իմպիչմենտի գործընթացին, որով վարչապետի թեկնածու էր առաջադրվում Էդմոն Մարուքյանը, ինչու պիտի ինքը վստահի Սերժ Սարգսյանին։ Նախորդին երևանյան սրճարաններից մեկում Դավիթ Համբարձումյանին Աղազարյանի հետ են տեսել, սակայն Աղազարյանը իր դիրքերը միլիմետր անգամ չի զիջել, գրում է թերթը։ Ժողովրդին հայտնի է դարձել, որ Փարաքարում ուժեղացված հսկողություն է, հատկապես լարված է իրավիճակը Մերձավանում, որտեղ բնակվում են Ախտոյաններն ու Գրիգորյանները։ Ոստիկանությունը հսկում է Գրիգորյանների, Ախտոյանների ու Նարեկ Օհանյանի բնակարանը։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ շուրջօրյա հերթապահություն են սահմանել։ Պատճառը Վոլոդիա Գրիգորյանի եւ ոստիկանության օպերլիազոր Կարեն Աբրահամյանի սպանությունն էր։ Իրավապահները չեն բացառում, որ կարող է վենդետա լինել միևնույն ժամանակ ոստիկանները դժգոհում են, ասում են չեն կարող ֆիզիկական ներկայությամբ հավերժ ապահովել գյուղի անվտանգությունը ու կանխել ծանր հանցանքները։ Հրապարակում կարդում ենք Զանգեզուրի միջանցքի Հայաստանը կապիտուլացնելու մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությունները խժդժություններ են առաջացրել ՔՊ-ում։ Վերնախավը դժգոհել է նման հայտարարություններից, ինչպես մարդկանց հետո ասեն, որ խաղաղություն են հաստատում, ինչպես հավատացնեն, որ Վաշինգտոնյան համաձայնագրերով խաղաղություն են բերել։ Նրանց հանգստացրել են, թե Ալիևն իր ներքին լսարանի համար է անում այդ հայտարարությունները, բայց ՔՊ-ում խոսակցությունները չեն դադարել։ Շարքերը տարբեր վարկածներ են քննարկում, ոմանք կասկածում են, որ իրականում այլ փաստաթուղթ է կնքվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Պարզապես Ալիևը թույլ է տվել, որ Փաշինյանը դա ներկայացնի որպես խաղաղության համաձայնագիր ու դրանով գնա ընտրության, քանի որ Նիկոլիչ շատ է ուզում, որ ՔՊ-ն վերընտրվի, իսկ թե ինչու է այդ դեպքում նման հայտարարություններով փչացնում Փաշինյանի ռեյտինգը, ՔՊ-ում դրա բացատրություններն են գտել, թե որ շանտաժանի։ Հրապարակը գրում է իշխանություններն արդեն մի քանի շաբաթ է էջմիածնում խոդի են տվել ասֆալտի մեքենաները, 24/7 ռեժիմով ասֆալտ փռող մեքենաները այս բակից այն բակ են գնում։ ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանը օրվա մեծ մասը քաղաքացիների ընդունելությամբ է զբաղված հոկտեմբերի 2-ից կմեկնարկի թեկնածուների առաջադրումը, չնայած մինչև օրս մի քանի կուսակցության անուն է շրջանառվում, որոնք արդեն հայտարարել են ընտրություններին մասնակցելու մասին։ Չի բացառվում, որ մասնակից ուժերի թիվը 1 տասնյակի կհասնի, գուցե անգամ անցնի։ Մեկ այլ հոդվածում հրապարակը գրում է Երևանի առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտնվեց իշխանության թիրախում 19 թվականի մայիսի 18-ին։ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխեց, իսկ մայիսի 20-ին կասեցրեց քրեական գործի վարույթը եւ ՍԴ դիմեց։ Հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը կոչ արեց շրջապատել դատարանները, ապա նրա լիազորությունները կասեցվեցին։ Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակ մտան իրավապահները, խուզարկեցին, գործ առաջադրվեց, գործը քննող դատավոր Սարգիս Դադոյանը երկար դատաքննությունից հետո 6 տարվա քաշքշուկից հետո արդարացման դատավճիռ է կայացրել եւ Դավիթ Գրիգորյանի գործով անցնող մյուս անձի Գոր Վարդանյանի անմեղությունն է հաստատվել։ Դատավճիռը բողոքարկվել է թե վերաքննիչ, թե վճռաբեկ դատարանների հեճուկս իշխանությունների նախաքննական մարմնի Դավիթ Գրիգորյանի ու Գոր Վարդանյանի արդարացման դատական ակտը մտել է ուժի մեջ ու ահա սեպտեմբերի 29-ին շուրջ 6 տարի ապօրինի քրեական հետապնդումից հետո Գրիգորյանի թեկնածությունը ԲԴԽ նախագահը ներկայացրել է Հանրապետության նախագահին, որ նորից դատավոր նշանակեն Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական մասնագիտական դատավորի թափուր տեղում։